Ժողովուրդ օրաթերթը գրում է. Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արտուր Նահապետյանը կոմիտեում կադրային ջարդը շարունակում է։ Վարչության պետերն աշխատանքից ազատվել ու ամենաուշագրավն այն է, որ ազատված պետերը պատահական մարդիկ չեն։ Հակակոռուպցիոն կոմիտեի նորանշանակ նախագահը պաշտոնից ազատվել է հակակոռուպցիոն կոմիտեի կազմակերպած եւ պաշտոնեական հանցագործությունների քննության վարչության պետ Էդգար Պողոսյանին։ Ժողովուրդ օրաթերթը գրում է. Ժողովուրդ օրաթերթի տեղեկություններով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերջերս զեկուցել է, որ երկրում պլանավորվում է լայնածավալ իշխանափոխության սցենար։ Այս զարգացումները լրջորեն անհանգստացրել են վարչապետին եւ նա շրջապատին հանձնարարել է ցանկացած նախաձեռնություն բնում խեղդել։ Եվ ապա համակարգը ժողովրդի աղբյուրների արդեն իսկ սկսել է գործողությունների փուլը։ Դրանց շղթայի մեկ օղակը Սամվել Կարապետյանի կալանավորումն է, իսկ մյուսը նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի անակնկալ ձերբակալությունը, որը թեև հետագայում փոխարինվել է տնային կալանքով, նրա համար խիստ սահմանափակումներ են սահմանվել։ Աբրահամյանը անգամ չի կարողացել մասնակցել թորան հարսանեկան արարողությանը։ Հրապարակ օրաթերթը գրում է. Սամվել Կարապետյանի ձերբակալությունը, որը հեշտ չեղավ, Նիկոլ Փաշինյանին ավելի է գազազացրել։ Ժամեր շարունակ իրավապահները հրաժարվել են կատարել նրա հրահանգը, իսկ երբ կատարել են նրա ուզած շոուն, չի բեմադրվել ասֆալտին փռելով։ Եվ չնայած նա չհամաչեց ու Արմեն Աբազյանին հենց գիշերը աշխատանքից ազատեց, բայց էլի բավարար չէ։ Որոշ տեղեկություններով ԱԱԾ տնօրենի ԺՊ Անդրանիկ Սիմոնյանին խիստ հրահանգել է մաքրել ուժային համակարգը, բացահայտել դավաճաններին եւ անհարազատ տարրերին։ Չեն բացառվում նաեւ առաջիկայում այլ ձերբակալություններ, օրինականության Ռուբիկոնը Սամվել Կարապետյանի դեպքով արդեն հատել է։ Մեզ ասացին նաև, որ կոնտրոլի տակ են վերցել Սամվել Կարապետյանի մտերիմ օլիգարխներին եւ հետեւում են, թե ով կհամարձակվի գնալ նրա ճանապարհով, ով քաղաքական հայտ կներկայացնի։ Հրապարակ օրաթերթը գրում է. ՔՊ-ում պարզվում է ամեն երկրորդը հավանական է աշնանը կայանալիք ընտրությունում ԿՊ վարչության անդամ առաջադրվել։ Սակայն առաջադրումների փուլում Փաշինյանն իր խողովակներով շատերին հասկացրել է հանգիստ վերընկեք տեղներդ։ Ինքն է որոշելու, թե ովքեր կլինեն վարչության կազմում։ Չառաջադրվել, որ խառնաշփոթ չստեղծվի։ ԿՊ-ն չի հաղորդել, թե քանի թեկնածու է առաջադրվել վարչության 20 տեղի համար, սակայն մեր աղբյուրները հայտնում են, որ 42 թեկնածու կա, այսինքն մեկ տեղի համար առնվազն 2 անձ է մրցելու, թեև շատերը հասկանում են, որ դա էլ է ձևական ժողովրդավար ընտրությունների պատրանք ստեղծելու նպատակով։ Այս եւ այլ լուրերին կարող եք ծանոթանալ Օրագիր News կայքում։